Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հարության տոնը, Սուրբ Զատիկը։ Շաբաթ օրը ջրաքալույցին կամ Կիրակի պատարագին հաղորդություն ստանալով հավատացյալները դուրս են գալիս 47-օրյա պահքից։ Զատիկ նշանակում է զատում, բաժանում եւ հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված, ապաշխարել, ներել, հրաժարվել վատ սովորություններից, պետք է հետևել պահքի հոգեվոր խորհրդին։ Այս մասին Զարգերակյանի հետ զրույցում ասաց Տեր Մխիթար Քահանա Հարոյանը եւ նշեց, որ պետք չէ պահքը պահել նիհարելու համար։ Զատիկին բնորոշ խորհրդանշում է աշխարհը, իսկ կարմիր գույնով ներկելը նշանակում է, որ աշխարհը փրկվեց Քրիստոսի արյամբ։ Բրնձով փլավի չամիչը աշխարհը քաղցրացնող քրիստոնյաներն են։ Ծկան մեջքի վրա կամի ոսկրային հատված, որը խաչի տեսք ունի, եւ գինին Քրիստոսի արյունն է։ Քահանան սխալ համարեց առանձնացնել հին եւ նոր ննջեցյալներին, կոչ արեց նրանց այցելել բացառապես տոնի հաջորդ օրը մեռելոցին, որն ի դեպ աշխատանքային է։ Նա սնահավատություն համարեց, երբ ձուն չեն ներկում կամ այլ ավանդական սովորություններից հրաժարվում են, երբ ընտանիքում լինում է վերջին շրջանում մահացած անձ, եւ հիշեցրեց, որ Զատիկը 40-ը չի կտրում։ Ամեն մարդու մեջ թող զարթնի հավատը, ինչպես գարնանը զարթնում է բնությունը, մաղթեց քահանան։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։